Ես կարծում եմ այս պահին այն խնդիրը, որը սկսվել էր 1987-88 թվականներին, այլևս գոյություն չունի, որովհետև այդ խնդիրը Ադրբեջանը լուծել է։ Իհարկե լուծել է ի վնաս մեզ, իհարկե լուծել է, քանի որ մենք պատերազմում պարտվել ենք, իհարկե դա արդար չէ, բայց իրավիճակը այսպիսին է, կամ շարունակում ենք գնալ արդարության հետևից եւ վտանգի տակ ենք դնում Հայաստանի Հանրապետության պետականությունը, կամ գոնե մեր սերնդում մենք այդ հարցը փակված ենք համարում եւ փորձում ենք պահպանել, զարգացնել, բարգավաճել այս։ Շատ տրամաբանական է։ Հաջորդը պետք է լինի, դրան պետք է հաջորդել այլևս խաղաղության պայմանագիրը երկու երկրների միջև, որովհետեւ չկա այն կնճիռը, որը երկու երկրներին խփում էր իրար։ Ինչու՞ չի գնում այդքան։ Ես ճիշտ ասած իմ կարծիքը կարող եմ ասել, ես ենթադրում եմ, որ հիմնական պատճառը դա վստահության պակասն է, որովհետև տեսեք մենք Հայաստանում ասում ենք, որ թուրքերի հետ Թուրքիան չի կարելի վստահել, շատ է Հայաստանում ասում են Թուրքիան չի կարելի վստահել, թուրքերը ցանկանում են մեզ վերացնել եւ այլն եւ այլն, Ադրբեջանում էլ նրանք էլ ասում են, որ հայերը մեզ խաբում են, վաղը մյուս օրը կհարստանան, կհարձակվեն մեզ վրա, այդպիսի կարծիքներ էին եղել Ադրբեջանում կատարված այդ հարցախույզի, այդ հանդիպումների ժամանակ եւ դա նորմալ է, երկար տարիներ այդ մարդիկ կերակրվել են նրանով, որ հայերը թշնամի են եւ այլն, ընդ որում նշեմ, որ հիմա էլ որոշ դեպքերում տեսեք Երևանի մասին ինչ որ գրքեր են հրատարակում, եկեղեցի են քանդում եւ այլն, եւ նորմալ է, որ մարդիկ էլ որոշակի մտավախություններ ունեն, ըստ ամենայնի ամեն դեպքում կա այդ վստահության պակասը, ինչ վերաբերում է պաշտոնական մակարդակում, ինչ որ կերպ պետք է այդ վստահության պակասը արդարացնող ինչ որ բան լինի եւ Ադրբեջանի ղեկավարությունը ընտրել է սահմանադրության հարցը։